Շարունակում ենք ուրիշ նորությունները եւ մեր այսօրվա հյուրը նրանց ձայնն է, ում անունները մտել են պատմության մեջ, ավելի քան 10 տարի է, իսկ կոնկրետ 16 տարի, ինչ Լիաննա Տեր-Մինասյանը վարում է ամենից ամենա ծրագիրը, պատմելով մարդկանց մասին, առանցում անհնար է պատկերացնել Հայաստանի մշակութային, գիտական եւ հասարակական կյանքը։ Բարև ձեզ Լիաննա, ուրախ եմ ձեզ տեսնել մեզ մոտ։ Լիաննա, դուք ինչպես նշեցի, արդեն 16 տարի է, ինչ ամենից ամենահաղորդման դեմքն եք, այսպես ասեմ։ Հիշում եք առաջին թողարկումը եւ ինչ զգացիք այդ ժամանակ։ Բնականաբար հիշում եմ առաջին թողարկումը, սկսեմ նրանից, որ ամենից ամենան ATV հեռուստաընկերության առաջին պրոյեկտներից է, то есть հենց որ կարելի ասել ATV առաջին պրոյեկտը, որը այսօր եթերում է ու ստեղծում ենք մենք այդ պրոյեկտը Հրաչ Քեշիշյանի հետ միասին, գաղափարը միասին ծնվեց ու ամենից ամենաանունը իր թեթև ձեռքով, այդպես դաջվեց ու կարելի ասել, որ ինտեգրվեց առաջին թեման էր ամենից ամենավոճային կանայք։ Այդ ժամանակ դեռևս հարցազրույցներ չէին որպես այդպիսին հյուրերի հետ, այլ կադրի տակի խոսքով էր ինֆորմացիան վերցվում էր եւ տենց ֆոտոներով, բաներով համեմվում էր եւ հորիզոնականներով էր։ Բայց դե հորիզոնականները, երբ որ մեր հայրականության մեջ հասկանում ես, որ կան թեմաներ, օրինակ ֆոբիաներ, չգիտեմ, հեռախոսներ, ամենից ամենա եւ այլն, մարդիկ սկսում էին քվեարկել, ասենք ըստ սիրված պերսոնաժի, բայց կարող է սիրված պերսոնաժի, ասենք ֆոբիան, այդքան լավը չէր, ոնց որ ասենք մյուսինը կամ իրանք ինչ էին իմանում, որ միջև եթեր գնալ, այսինքն օբյեկտիվությունը այդ հորիզոնականների, ոնց որ ասած կորավ։ Դրա համար որոշեցինք, որ հորիզոնականները պետք է հանենք եւ ուղղակի ամեն շաբաթ տարբեր թեմաների շրջանակում հավաքում ենք ամենից ամենաներին։ Նաև անդրադառնում ենք, ինչպես որ ճիշտ նշեցիք, կոնկրետ հաղորդումներում ինչ որ առանձին պերսոնաժների, իրենց կյանքի ամենից ամենաուշագրավ պահերին ու այդ 16 տարվա ընթացքում բազմաթիվ նշանավոր մարդկանց անդրադարձանք, նրանց թվում էին Կոնստանտին Օրբելյանը, Արթուր Գրիգորյանը, Աշոտ Ղազարյանը, Սյուզան Մարգարյանը, արտասահմանից եկած Ռոզիա Արմենը եւ այս վերջերս արվածներ նաև ձեր հայրիկի Արտուր Ապրեսվին էինք անդրադարձել ու շատ հետաքրքիր հաղորդում ստացվեց։ Այդպես անդրադարձ է լինում ու հասկանում ես, թե այդ ամեն անգամ նման կարգի մարդկանց որ անդրադառնում ես, իրանց կյանքի ուղին անցնում ես իրենց հետ միասին ու հասկանում ես, թե ինչ մեծություններ են մարդիկ եղել եւ շատ կարեւոր է, որ մեր մատաղ սերունդը, որը որ միգուցե ինչ որտեղ տեղեկացված չի կամ տեղեկացված է, բայց ոչ այդքան շատ իմանում են։ Օրինակ ասենք հələ տարիներ առաջ Կոնստանտին Օրբելյանի հետ կապված, երբ որ դե բոլորս գիտենք, գնացել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու դե Գլենդել համայնքում, ասենք մատաղ սերունդը պատանիները դժվար թե իմանային, թե ինչ մեծություն էր Կոնստանտին Օրբելյանը եւ երբ որ այնտեղ էլ է հեռարձակվում հաղորդաշարը, երբ որ տեսել էին ու չորխանութում տեսան իրեն, ասեցին դուք փաստորեն այսպիսի մեծություն եք, մի կողմից ցավալի, մյուս կողմից լավա գոնե մատաղ սերունդը ինչ որ իմանում է, նաև նման ձևով։ Օբյեկտիվ բառը օգտագործեցիք եւ հետաքրքիր է այս ամենից ամենայի մեջ օբյեկտիվությունը ինչպես է հաջողվում պահպանել։ Երևի դա մոտենամ սուբյեկտիվ տեսանկյունից, որովհետև յուրաքանչյուր հաղորդմանը, երբ որ մոտենում ես այնպես, ինչպես սա առաջին հաղորդումն է եւ այս հաղորդման մեջ պետք է լինի առաջինին ինչպես կմոտենաք, որ պետքա լինի ամեն ինչը իդեալական, ամեն ինչը շատ ճշմարիտ, ամեն ինչը այնպես, որ դե լավ, այսպես դե հերթական եթեր է, տենց որ չես մոտենում հարցին, բնականաբար եւ դիտարկում ես յուրաքանչյուր հեռուստադիտողի աչքով։
Այսինքն հասկանում ես, որ քեզ նայում է եւ ասենք ինչ որ ինտելիգենտ խաղվի ներկայացուցիչներ եւ ավելի տենց ոչ այդքան մեծ զարգացվածության մակարդակ ունեցող, այսինքն պետք է ինֆորմացիան ներկայացվի այնպես, որ ինքը հասու լինի բոլոր շերտերին, հետաքրքրել բոլոր շերտերին, ով որ ասենք չգիտեր, ենթադրենք, որ կա մի ինֆորմացիա, բայց իրեն հետաքրքիր ձևով, բայց իհարկե չկորցնելով մակարդակը եւ ճաշակը։ Այդ պարագայում երևի թե օբյեկտիվությունը մնում է։ Իսկ եղել են դեպքեր, որ զգաք ազդել եք տվյալ օրինակ անձի տվյալ հերոսի հանրային ընկալման վրա։ Այսինքն դուք եք ունեցել ազդեցությունը, որ հանրությունը այդ մարդուն այլ այլ կերպ ընդունի։ Այո, եղել են տենց։ Թեկուզ դրական կամ բացասական։ Եղել են նման բաներ, որովհետև ասում են, օй, դե մենք մտածում ենք, որ ինքը մի տեսակ sense կամ ընդհակառակը, բայց փաստորեն տենց, թեև ես երբեք չեմ, այսինքն հաղորդման շրջանակով միշտ ասում էկոլոգիչեսկի չիստի այդ էկոլոգիապես մաքուր մթնոլորտ պետք է լինի, ինքը պետք է լինի պոզիտիվ, յուրաքանչյուր մարդ երբ որ գալիս է, ինքը ոչ թե իմ նպատակն է այդ մարդուն բացասական տեսանկյունից բացահայտել, ինչ որ սկանդալ լինի, ինչ որ չգիտեմ, անպայման իր կյանքի ամենադառը ինչ որ կետերին անդրադառնալ, բնական է, երբ որ ասենք թեմայի շուրջ այդ մարդը ինքը հիշեց ու դա զգում ես, որ եթերում ոչ թե երևալու է, որ սենց որ լացկոց եւ այլն, դա թողում ենք եթերում, բայց հիմնականում եթե թեկուզ եւ արտասվում է մարդը եթերում, հարցնում եմ, ասում եմ, կուզես սա գնա մտնի եթեր, թե ոչ։ Ամեն դեպքում ես չեմ սիրում նման սկանդալային բաներ, որովհետև միշտ դիտարկում եմ, որ այս հաղորդումը դիտվելու է մի 10 տարի հետո, 15 տարի հետո ու պիտի ժամանակավրեպությունը չկորցնի, որովհետև ենթադրենք այս պահի դրությամբ ինչ որ մի սկանդալ է եղել ու այդ սկանդալը քննարկվեց, բուրըն եւ այլն, մի շաբաթ հետո, ինչպես գիտենք, դե ցանկացած վատը մոռացվում է։ Ու 10 տարի հետո այդ սկանդալը էլ ոչ մեկին հետաքրքիր չի, որովհետև բոլորը քննարկեցին, բոլորը խոսացին, ասեցին, անցավ, գնաց։ Իսկ երբ որ այտենց ինֆորմացիաներ է ստամադրում, որ իրանք հետաքրքիր են լինում, թեկուզ եւ ամենաչնչին թեմայի շրջանակում, ես այս թեթև թեմա եմ ասում, ոչ եթերային, տենց տուզիկ թեմա եմ ասում, օրինակ, չգիտեմ, ամենից չգիտեմ ինչը կարա լինի, կենթանիները, հա, թվում է թե դե կենթանիներ, բայց դրա մեջ էլ կա ֆիլոսոֆիա, որովհետև յուրաքանչյուր մարդ ով սիրում է կենթանիներ, ինքը ուրիշ տեսակի մարդ է, ու տենց մնացած բոլոր թեմաների շուրջ, այսինքն մարդիկ գալիս են եւ բացահայտվում են, քո նպատակն է այդ մարդուն խոսելու ընթացքում բացահայտել, ինքը անկեղծ լինի, խոսի եւ արդեն դա եթերից եթերն էլ դե ինչպես գիտենք ռինգենի նման է, արդեն այդ օբյեկտիվությունը ոնց որ ասած ջրի երես է դուրս գալիս։ Իհարկե կարևոր է ոչ միայն 10 տարի հետո հաղորդումը ակտուալությունը չկորցնի, այլև այն հարաբերությունները, որոնք հյուրի հետ ձևավորվում են նաև եթերից դուրս։ Ի վերջո եթերով կյանքը չի սահմանափակվում։ Եվ այդ մարդուն հետո էլ պիտի միտեղ տեսնես եւ կարծում եմ այդ բարեդրացական փոխադարձ վերաբերմունքը շատ կարևոր է։ Ճիշտ եք ասում, ես առհասարակ, նայեք, յուրաքանչյուր հաղորդումը դա իմ հեղինակային հաղորդումն է։ Յուրաքանչյուր հաղորդումը ինքը ոնց որ այդ մարդու հայլին լինի, հա, դու ինչ տեսակի մոտեցում ունես աշխարհին եւ մարդկանց, դա ոնց որ ասած երևում է քո եթերի մեջ։ Ես էությամբ այն մարդն եմ, որ անտեղին մարդուն ինչի պետք է վիրավորես, եթե այդ մարդը քեզ ոչինչ չի արել, դու կանչես իրեն հատուկ, որ ինչ որ սկանդալի մեջ մտնես, որ ինչ որ իրեն վատ տեսանկյունից ներկայացնես, տենց մարդիկ հաստատ կան, որոնք որ սիրում են այդ ամեն ինչը, ինչ որ աղբի մեջ քջջվել եւ այլն, ես չեմ սիրում նման կարգի բաներ, եթե անգամ, տենց հանրության կողմից ինքը դիտարկվում է որպես սկանդալային պերսոնաժ, այդ մարդը ի վերջո ունի նաև ինչ որ արժանիքներ կամ ինչի համար է ինքը այդպես ներկայանում։
Թող գա խոսի մարդիկ հասկանան, որ ասենք այդ սկանդալը ես ոչ թե ինչ որ որ ասում եմ բիելի պուշիստի ոչ թե նման տեսանկյունից ես ներկայացնում, այլ նու իրեն հնարավորություն է տալիս, որ ինքը որպես մարդ ներկայանա, ոչ թե չէ որ յուրաքանչյուր սկանդալ, թեկուս եւ հանրային տիրույթում դա եւս դրսեւորվելու մի տեսակ է, որ քեզ հիշեն, որ քո նկատմամբ ինչ որ դե խոսեն բան, ասենք ամեն մարդ ինքը իր ձևով չէ, փորձում ինչ որ հաստատվի, ինչ որ հայտնիություն ձեռք բերի, բայց դե առիթա որ մարդ խոսա, հասկանան, եթե ինքը արժանի է, որ իրան այտենց սկանդալային տեսանկյունից դիտարկեն, կշարունակեն, եթե ինքը ունի ինչ որ ուրիշ արժանինքներ, միգուցե բացահայտեն ու այդ ձեր ասացա լինում է, որ կարծիքը փոխում են մարդու մասին, դա շանս է։ Լինում են դեպքեր, երբ նու առաջի անգամ եկան, խոսեցին, հա, օքեյ, բան նու երկրորդ անգամ դու զգում ես, որ այդ մարդուց ասելիք չունի, որ ինքը գա ընդգրկվի, իսկ կան մարդիկ են, որ գալիս է ու զգում ես, որ այդ մարդու մեջ կա պոտենցիալ, ինքը այս թեմայի շուրջ կարա խոսա, այս թեմայի շուրջ կարա խոսա, եւ դա ոչ թե նա մենք մերոնցով եկել հավաքվել ենք, այլ ուղղակի այդ մարդը ունի ասելիքներ, բացահայտվելու տեղեր, սա հարթակ է, որ բացահայտվում են, օրինակ այս ոչ այդքան հեռավոր անցյալում մեր Անի Քոչարը մեր բոլոր կողմից շատ սիրված տենց թեմա էինք անում ու 80-ականներին ծնված ամենից ամենագեղեցկուհիները այսպես զանգեցի ասում է ես գամ բայց մի անգամից մի քանի թեմա գրվեմ դե հասկանալի պատճառներով, հա, կենցաղ եւ այլն առողջ չկան։ Մի խոսքով ասի, օքեյ, եթե հետաքրքիր թեմաներ, ասենք, որտեղ որ ասելիքներ ես պահի դրությամբ ունես, առաջարկի, մի հատ քննարկենք, հասկանանք եւ այդպես ծնվեցին 2-3 թեմաներ։ Այսինքն ինքը ունի ասելիք այստեղ, եւ դրա շուրջ ստեղծվեցին թեմաներ, օրինակ ամենից ամենակարծրատիպ կոտրողները, որոնք դեռևս եթեր չի հեռարձակվել կամ բան որ թեմաներ, հա, վաղ տարիքից աշխատած ամենից ամենահայտնի մարդիկ, այնպես որ թեմաները անսպառեն։ Ես դա որպես հարցի նախաբան է շարունակությունում ուզում եի հարցնել, իսկ եղել է որ հաղորդման հերոսը հասկանալի է, եթերը դա մի այլ մթնոլորտ է, միջավայր է, հարթակ է։ Կարծես հաճախ մարդիկ, եթե դրան պատրաստ են, գալիս են ոնց որ խոստովանության։ Իսկ հետո ուրիշ աչքով են նայում եւ հասկանում են, որ կարծես մերկացել են եւ չեն ուզում այդքան բաց Երևան։ Եղել է որ հետո խնդրեն ինչ որ հատված անեն, ոչ թե դուք ասեք, սա գնում է կամ չի գնում, այլ մարդը վերհիշել է ինչ է ասել եւ խնդրում է ինչ որ հատված հեռացնել։ Նու սենց ասեմ, ես քանի որ բովանդակային մոնտաժին անմիջականորեն ես մասնակցություն ունեմ, իսկ ես տենց քիչ պերֆեկցիոնիստ անձնավորություն եմ եւ միշտ այդ դիտարկում եմ բոլորի աչքով։ Այսինքն այս ինֆորմացիան դիտելու է էս, նու սկսած հենց ընտանիքի անդամներից։ Մարդը կարող է եկել է պայտակ ինչ որ մի բան ասել, որը որ նու ճիշտ չի լինի, որ ասենք ընտանիք հետո ժամանակ անց նայեն ու այդպես կարող այդ բանը ճիշտ չընկալվի կամ նու չեմ ուզում ասեն կանոններ ասել, անում էինք մենք ամենից ամենաաստղային վարորդներ թեման ու տենց մեր շատ հայտնի դերասանուհիներից, շատ լավ մեր սիրված պերսոնաժներից մեկը այդպես ամուսնու ավտոմեքենա, то есть համ ինքն է վարում, համ ամուսինն է վարում այդ ավտոմեքենան, այդպես դե հարց ես ուղում, ասում ես իսկ ինչ կա ավտոմեքենայի մեջ, ես նայում եմ եւ այլն ու ասենք բացահայտում եմ օծանելիք, որ ամուսինը երբևէ օծանելիք չի օգտագործել, բայց բանից պարզում էր ավտոմեքենայի մեջ օծանելիք կա ու ինքը այն որ շատ անմիջականորեն ասեց, դե երևի ասենք աղջիկների մոտ տենց որ գնում է, բան երևի օծանվում է եւ այլն, ասում վստահ ես որ սա եթեր տանք, ոչինչ, իսկ դա մենք նկարում ենք արդեն հետ արձակուրդային, այսինքն հուլիս ամսին մենք նկարում ենք սեպտեմբեր ամսվա եթեր, չէ, օքեյ եւ այլն, բայց հետո արդեն մոնտաժի ժամանակ ամեն դեպքում ասում ես դու պահի տակ ինքը այսպիսի ռեակցիա տվեց անցավ 1 ամիս մի բան էլ ավել եթերից նայելու են նորից ընտանիքում ասենք ինչ որ բանավեճի խնդիր առաջանա ասենք իմաստը որն է ես այս մարդուն ինչի՞ պիտի վատություն անեմ այսինքն
մտածում ես այստեղ այդ պահի տակ ոչ ստացված կադրով ինչ որ sense հետարքիր բան գնա, բայց հավատացեք, որ յուրաքանչյուր մարդու մեջ, եթե կա ասելիքներ, կարելի է ոչ թե նեգատիվ տեսանկյունից մոտենալ, այլ ավելի funny, ինչ որ տենց հումորով եւ այլն, նույնիսկ այն ամենածանր թեմաներին, երբ որ անդրադառնում ենք, ասենք ֆոբիաներ, հա, կամ չգիտեմ, ինչ որ միստիկ մարդիկ պատմում են իրանց այդ ճակատագրի մասին, չգիտեմ, ինչ որ միստիկ երևույթների, որոնք դառը հետք են թողել իրանց կյանքում, ամեն դեպքում փորձում ես մոտենալ այդ տեսանկյունից եւ առասարակ եթե մոտենալ կյանքին այդ տեսանկյունից, то կարծում եմ, որ շատ ավելի լավ կլինի։ Վերջը հանեցիք այդ հատվածը թե ոչ։ Բնականաբար։ Լենա, երբ հերոսը ինքն է պատմում իր մասին, բնականաբար կարծում եմ ավելի հեշտ է, որքանով է դժվար խոսել եւ ձայնագրել հաղորդում այն մարդու մասին, ով այլևս ողջ չէ, բայց իր պատմությունը պետք է լինի լսելի։ Այլևս ողջ չէ, որ ողջ չէ։ Որ ողջ է, թե որ ողջ չէ։ Չէ։ Նման թեմաներ արել ենք, որոնցից մեկն էր նաև ձեր հայրիկի հաղորդումը, մանավանդ երբ որ կյանքը ընդհատվում է տրագիկ ձևով, տրագիկ ես համարում եմ, որ վաղաժամ, ասենք անսպասելի, բոլորի համար շոկային, մի մարդու մասին, ով ապրում է կյանք, սենց ոնց որ ռեժիսորներից մեկը, հա, էլի մտերիմներից խոսեց, ասեց ինքը ոնց որ կյանքը իր համար այսենց ֆակելի նման, ինքը ասենք այրվելով էր, գնում եթե ինչ որ մեկ բան մոմի նման հանդարտ լույսի նման սենց գնում, ինքը այսենց վառվելով գնում էր, բնականաբար դու անկեղծ եմ ասում, երբ որ սցենարներս գրում էի, ես խոսքերի իմաստով, իմ խոսքի իմաստով, որ սենց վերապրում ես այդ ամեն ինչը, ինչ որ դե կողքից վերհիշում ես նաև այդ ժամանակները, երբ որ այդ ամեն ինչը տեղի ունեցել, երբ որ այդ մարդը արարել է, վերջո ասենք մեծ աշխատանք, մեծ կյանքի փորձ անցավ, ստեղծագործական Հրաչի Քեշիշյանի այդ որոշակի նովատորական բաներ եղան տեսահոլովակների մեջ, սերիալների մեջ եւ այլն, ասած անցած ուղին, իր անցած ճանապարհը դու կարծես վերապրում ես ու թեկուս եւ այդ մոնտաժի ժամանակ, երբ որ դու գիտես, դու ինչ ես արել, ասենք ինչ խոսք է, ով ինչ է ասում, ինչի հետևից լինում է, եւ երբ որ դու եթերից ես դա նայում, նույնիսկ գիտես, ասենք դա ձևեր կան, ոնց կարելի ասենք հեռուստադիտողին հուզել, որտեղ ինչ որ երաժշտություն դնել, որ մի քիչ ավելի ինքը սենտիմենտալ լինի։ Դու ինքդ այդ ամենը պատրաստելով, եթերում երբ որ նայում ես, որ հուզվում ես, որ սենց արցունքով լացում ես։ Եվ նման կարգի մարդկանց երբ որ անդրադառնում ես, ինչ որտեղ եթե դա պոզիտիվ մարդ է եղել, լուսավոր մարդ է եղել, դու ինչ որ սրտիդ մեջ թեթևություն ես զգում։ Եթե այդ մարդը ունեցել է ինչ որ սենց տրագիկ, պարտադիր չի դա, ասենք, հանգուցյալների մասին խոսքը նույնիսկ, երբ որ ողջ մարդիկ, իրանք իրենց էներգետիկաներով, որ լինում են, իրանք իրանց համար դժբախտություն են բերում, ասենք, այդ ընթացքում, երբ որ դու նկարահանման փուլում ես, չգիտեմ, մոնտաժային փուլում ես, կամ չգիտեմ, սցենար գրելու փուլում ես, միշտ ինչ որ սենց պուճուրիկ, սենց կիքսիկներ սենց լինում են, ասում եմ, երբ այս մարդը եթե գնալու, որ բան լինի, այնպես որ նման կարգի մարդկանց ի վերջո եթե իրենք արդեն ողջ չեն ու դու անդրադառնում ես ու մարդիկ ովքեր որ խոսում են այդ մարդու մասին դու զգում ես այդ մարդիկ ոնց են էլի մոտենում այսինքն ինչ որտեղ հուզվելով ինչ որտեղ վառ հիշատակը պահելով դու էլ այդ եթերով ոնց որ շարունակում ես պահել այդ մարդու վառ հիշատակը ու մարդիկ նայում են ինձ ձեր հայրիկի եթերից հետո բազմաթիվ արձագանքներ եղան թե մասնագետների, նկատի ունեմ այդ ոլորտում աշխատածների եւ թե սովորական մարդկանց կողմից ու իսկապես ասում են մենք գիտեինք որ ինքը տեսահոլովակներ է նկարել Հրաչ Քեշիշյանի հետ կամ սերիալներում էլ ինքը պատերազմի մեջ այսպիսի բաներ արած մարդ տեսակը եւ չկար մի մարդ ով որ խոսում էր
իր մասին ինչ որ դե հա բան ասում են հա մի կողմից պորտկուն բռնկուն բայց մյուս կողմից ինքը պատրաստ էր իր անկերոջ համար անել ամեն ինչ ու դու միանգամից երբ որ խոսում են այդ մարդու մասին պատկերը միանգամից երևում է ինքը ինչ տիպի մարդ էր то есть это была личность այդպես Լիանա իսկ եթե խոսենք թվերի լեզվով հավանաբար ամենացայտունը 16 տարին է եթե դա բազմապատկենք թողարկումների արդեն մի քանի զրո կլինի եթե դրան գումարենք նաև հերոսների թիվը ես չգիտեմ երևի նման վիճակագրություն չունեք դժվար ամեն դեպքում բազմաթիվ բազմա հազար մարդկային կյանքեր, ճակատագրեր, պատմություններ։ Իսկ եղել է մի պատմություն, որը ուղիղ կապ է ունեցել կամ անդրադարձել է ձեր կյանքի վրա։ Այսինքն լսել եք ինչ-որ մի բան եւ հետևություն է կարել կամ հետագա քայլերի վրա է անդրադարձել։ Դասեր եք քաղել ինչ-որ մեկի կյանքից կամ պատմությունից։ Յուրաքանչյուր հյուրի խոսքը ինքը բնականաբար ինչ-որ ձևով անդրադարձ ունենում է քո վրա։ Բնականա ինչ-որ բաներ, որ ասում են դիզայնիրույթ, օրինակ մեր հյուրերից մեկը Արմանը Ջուլակյան, հա, Նարեկ Պարային մշակութային այդ համույթի բանն է, շում հայտնի պերսոնաժը։ Ինքը երբ որ գալիս է աստղակերպով ինքն էլ է արյուծ, ես էլ եմ արյուծ, որ խոսում է, կարծես ինքը խոսում է իմ մասին։ Ու մենք նույնիսկ սենց կատակ ենք անում, ասում եմ ոնց որ ինքը իմ հարազատ եղբայրը լինի կամ նույնիսկ զույգ եղբայրը լինի, որովհետև այն ինչ որ ինքը խոսում է, կարծես իմ մասին է խոսում։ Բնավորության գծեր, հատկանիշներ, ինչ որ սիտուացիայում ինչ որ ձևի դրսևորումներ, այսինքն բնական է, երբ որ հյուրի հետ դու հարցազրույց ես ունենում ու ենթադրենք ինչ որ թեմայի շուրջ եկել ասում եմ դե ուզում եմ հիշեմ ինչ ասեմ ես սկսում եմ իմ օրինակներից պատմել օրինակ եթե այդ թեմայի շուրջ ունեմ իմ օրինակը որ այդ մարդը վեր հիշի հասկանա միգուցե իր մոտ էլ կա նման բան դա նաև երևի թե ինչ որտեղ մարդուն դարձնում է անկեղծացնում է ես ոչ թե ստիպում եմ իրան պետք է խոսես ես իմ մասին եմ խոսում օրինակ այս թեմայի շուրջ ես այսպիսի պատմություն եմ ունեցել եւ բնականաբար երբ որ իրենք են սկսում պատմել ես հիշում եմ կամ ինձ մոտ նման բան եղել է կամ եղել է այ հետեւությունն է պետք անել կամ հակառակը ինչ որ ասում եմ չէ ինչ լավ է որ ես այսպես չվարվեցի օրինակ Լիանա իսկ ինչպես եկաք հեռուստատեսություն ամենից ամենան ձեր առաջին հաղորդումն է եղել Ոչ ինչ դժվարությունների եք բախվել կարիերայի սկզբում Կամ միգուցե չեն եղել նման դժվարություններ։ Ну ես առհասարակ իմ տեսակով իմ նկատմամբ շատ պահանջկոտ եմ։ Այդ դժվարությունը երևի թե դրանում է կայանում, որովհետև երևի թե դա կողքից միշտ երևում է, որ ես տենց իմ հասցեին միշտ պահանջկոտ եմ լինում, դրա համար ոնց որ առիթ չստեղծեմ, որ ինչ որտեղ նկատողություն լինի, ասեն այստեղ թերացել ես, ինչ որտեղ մի բան այդպես չեղավ, դու ասենք, հա, եթերում ասում ես, դե լավ, հիմա հերթական եթերա ոչինչ, հիմա այս անգամ էլ այսպես լինի։ Հեռուստատեսությունում հայտնվեցի Արմեն Ամիրյանի թեթև ձեռքով, որովհետև մեզ հարևան էր եւ նու լավ հարևանություն էինք անում երիտասարդ պատմությունը բազմիցս պատմել եմ եթերներից բայց եւս մեկ անգամ տենց կարճ պատմեմ դպրոցական տարիներին ես երգում էի Տիգրան Հեկիկյանի երգչախմբում եւ միշտ բնականաբար համերգներ հեռուստատեսային ինչ որ նկարահանումներ եւ այլն ու որ հարևանը հարևանին տեսնում էր տենց ավելի մասնագիտական հարթակում էլի վայ այս մեր երեխան բան էս Այդպես եւ հետո ես չգիտես ինչի չէ որոշեցի որ ես պետք է դառնամ լուրջ մասնագիտություն ձեռք բերեմ ընդունվեցի Երևանի պետական տնտեսագիտական համալսարան ավարտեցի դիվանագետի մասնագիտությամբ զուգահեռ նաեւ բանկում աշխատեցի եւ հասկացա որ ես այդ ամեն ինչից շատ ոչ թե հեռու եմ հասկանում եմ բայց իմը չի այնքանով որքանով որ այն ինչ որ թեորիապես սովորում ես բայց պրակտիկա այդքան էլ այդպես չէ, իսկ ես տենց մի քիչ պերֆեկցիոնիստ եմ եւ ճշմարտախոս ու տենց զրույց եղավ եւ մեր շատ սիրելի Արմեն Ամիրյանը ասաց որ ճիշտ կլինի ավելի լավ է հեռուստատեսության մեջ շարունակես քո ստեղծագործական ուղին, այսինքն այդ
ստեղծագործական ներուժը, որ իմ մեջ կար, եւ այդ ժամանակահատվածում այսպես ոչ թե քնել էր, այլ զգացվեց, որ ինձ պետք է էլի նորից ստեղծագործել, շարունակեցի արդեն հեռուստատեսության ոլորտում եւ ստեղծեցինք մենք Հմայք հաղորդաշարը, որը Արմենակոպ հեռուստաընկերությամբ էր հեռարձակվում, մի քանի տարի այդպես եղավ, այնուհետև արդեն եղավ ATV-ին եւ արդեն ATV-ի շրջանակում Հրաչ Քեշյանի հետ միասին մենք ստեղծեցինք ամենից ամենապրոյեկտ։ Մի հատ պիլատես հաղորդում էր Արմենակոպում անում էինք, այդպես ես նվաճեցի առողջ ապրելակերպի նկատմամբ մեծ սեր, պիլատես, յոգա, որը այսօր ինձ օգնում է ամեն առավոտը սկսվում է յոգայից եւ պիլատեսից։ Ես հենց դա եմ ուզում հարցնել, ինչն է ձեզ օգնում ամեն օր այսպես եռանդուն եւ մոտիվացված մնալ, փաստորեն դա է։ Այո, կարելի ասել։ Այո։ Իսկ այ մասնագիտություններից մեկը, որը շատ կարևոր է ոչ միայն մասնագետի համար, այլև ընդհանուր կյանքի շփումների ընթացքում դիվանագիտությունը, հաճախ է կիրառում հյուրերի հետ զրույցը։ Ամեն պահ, ամեն վարքյան։ Ամեն պահ, ամեն վարքյան։ Առանց դրա չի լինում, երևի թե նաև այդ մոտեցումը, ասենք սկանդալներին չանդրադառնալ, հարցին մոտենալ ավելի պոզիտիվ տեսանկյունից, ինչ որ կառուցողական, ոչ ինչ որ տենց բաների մեջ, ինչը բնորոշ է։ Էլիանը հետաքրքիր է, որ ես նույնպես դիվանագիտությունն եմ ավարտել եւ շատ հաճախ կյանքում օգնում է հենց դա մարդկանց հետ շփման հարցում։ Նու մեկ իհարկե նյարդերը տեղի են տալի, եթե տեսնում ես որ դիմացիդ մարդը adekvat չի, բայց ամեն դեպքում դիվանագիտությունը նաև զարգացնում է հոգեբանությունը եւ այսօր չգիտեմ դա մասնագիտական արդեն փորձառություն է թե ինչ, երբ որ դիմացին ինչ որ մի բան սկսում է խոսել, դու գիտես, այս մարդը քեզանից այս բանին ինչ է ակնկալում, ինչի մասին է ուզում խոսել կամ այս ասացի ենթատեքստը որն է, դա չգիտեմ, երևի թե մասնագիտականն է, լա, նաև ներքին ձայնը։ Երևի շատ շփումները տալիս են նման փորձառություն։ Այո, որովհետև նույն ասենք ամեն տարի որ անում ենք ամենից ամենաաստղային հայրիկներ, ամենից ամենաաստղային մայրիկներ, արդեն գիտես, որ ինչ տեսակի են մայրիկները յուրաքանչյուր կյանքի փուլում, ասենք ինչ հոգեկան ապրումներ են ունենում կամ երեխեքը մեծանալուց ոնց են լինում, տավ աստղային երեխեք էլ են կանում, աստղային նորածիններ են կանում ու այն որ իրենց էվոլյուցիոն եւ տենց աճը զարգացումը, ասենք տեսնում ես էլի որ երեխեն նորածին է եղել ու հիմա արդեն 12-13 տարեկան երեխա է մեծ, որ հաջողությունների է հասնում, հասկանում ես որ լավ է։ Իսկ կա հարց կամ թեմա, որը ձեզ համար հաղորդման շրջանակներում տաբու է։ Այն ինչ որ կապված է մարդկանց անձը վիրավորելու կամ անուղակի ձևով։ Օրինակ, երբեք չեմ անդրադառնալ, չնայած բազմիցս այդ առաջարկը ստացել եմ հենց մասնակցելու իմաստով, ասենք ամենից ամենա ամուսնալուծվածները։ Ասենք իմաստը, չէ, ասենք եթե կարելի է խոսել սիրո պատմությունների մասին, կարելի է խոսել հարսանիքների մասին։ Իմաստը ո՞րն է խոսել, հա, օքեյ, ինչ որ մի պահ, ինչ որ մի ժամանակ մարդիկ հասկացան, որ պետք է իրենց ճանապարհները անցնեն, առավել եւս եթե կան զավակներ ու քանի որ ես միշտ դիտարկում եմ եւ այդպես էլ կա, ասենք տարիներ անց զավակները, որոնց ծնողները խոսում են, որ իրանք ամուսնալուծվել են, նայելու են, մեծացել են, նայում են եւ իրենք էլ որպես անձևավորելով, դա ասենք բավականին լուրջ տրավմա է, միգուցե դա հենց մակերեսորեն չերևա, բայց յուրաքանչյուր հարցի շուրջ մոտեցումը, թեկուս եթե տղա է աղջիկների հետ փոխհարաբերություններ ձևավորելիս կամ աղջիկը տղաների հետ հարաբերություններ ձևավորելիս, դա ինչ որ շերտ է ու ես ինչ որ թեմայի անդրադառնամ, որը որ տարիներ անց այդ երեխայի հոգեբանության վրա ինչ որ մի բիծ գցի, ասենք ինձ նման բան պետք չի։ Ու նման կարգի ասենք, էլի թեմաներ հաստատ չեմ անի։ Ժամանակները փոփոխվում կամ սպանվածները, կամ չգիտեմ ինչ որ նման, էլի, տարվա հանգուցյալները։
Անիմաստ։ Էլիանա, ժամանակները փոփոխվում են, դուք հաղորդման սկզբում նշեցիք, որ ֆորմատը հաղորդման ամենից ամենն է, ի սկզբանե այլ է եղել։ Տենց բայց գնալով փոփոխվում է, ռեյտինգը շարունակում է մնալ բարձր։ Այ իսվեք այդ գաղտնիքով, ինչու՞մն է գաղտնիքը։ Ի սկզբանե ասեցիք, խոսեցինք, որ սկանդալները այսօր շատ են ընդունվում, բայց ձեր հաղորդման մեջ որպես այդպեսին սկանդալ չկա, ի՞նչն է գաղտնիքը։ Գաղտնիքը նրանում է, որ պետք է լինես հետաքրքիր։ Այսինքն, երբ որ դու մարդուն հրավիրում ես եւ ինքը խոսում է անկեղծ, մարդ կարա խոսի անկեղծ պարտադիր է, որ ինքը վատ բաների մասին անկեղծանա։ Կարա լավ բաների մասին անկեղծանա, օրինակ չգիտեմ, շատ բան, թեկուզ ֆոբիան, որ վերցնենք, ինքը սկզբունքորեն ինչ-որ դե նեգատիվ բան է, չէ՞, մարդը վախենում է։ Բայց երբ որ ինքը գալիս է անկեղծամը, վայ, ընդհանրենք չգիտեմ, մլակներից վախենում եմ ու սենց պահի տակ սենց ստրես եմ ապրում եւ այլն, եւ դա համեմվում է նաեւ, ուզում եմ հիշեմ մեր ռեժիսորին Հասմիկ Ինկբիլյան, որի հետ մենք 12 թվականից միասին առ այսօր տենց կողքի քայլում ենք, թիմս էլ շատ լավն է, այդ մարդ տեսակը շատ կարևոր է։ Երբ որ մարդիկ են լինում ու երբ որ բնականաբար սենց սկանդալներ, բաներ լինում են, երբ որ սենց շփչում խժժում եմ, մի քիչ ասում եմ, պետքա բոլորը ոնց որ առաջի հաղորդման վերաբերվել ու բոլորը այդպես են մոտենում, բայց դե մարդ ես, կարող ասենք մի կես ժամ շուտ չգա աշխատանքի հասնի մի կես, ասում եմ դե կանեմ կվերջացնեմ։ Խոսքով Հասմիկին էլ եմ ուզում բարևեմ, ինքն էլ շատ ճիշտ մոտենում է խոսքին, ասենք օրինակ ֆիլմից ինչ որ մի դրվագ, որը որ համապատասխանում է, ինչը որ բերում է որոշակի ավելի համ, հոտ, հետաքրքրություն ու անընդհատ թեկուս եւ լինում է, պարբերաբար թեմաները կրկնվում են, ինչի համար են կրկնվում, որովհետեւ սերնդափոխություն է լինում մեկ եւ երկրորդը, ասենք, այդ թեմայի շուրջ կային այլ ուրիշ հետաքրքիր պերսոնաժներ, որոնց որ չես հասցրել ընդգրկել։ Օրինակ ամեն տարի մենք անում ենք ամենից ամենաաստղային կենդանիներ։ Ասենք թեմա, որը երբեք չի կորցնում իր ակտուալությունը, որովհետև կենդանիները միշտ մեր չորկոտան ընկերներն են, մեր Հասմիկն էլ այնքան չնայած ես էլ եմ սիրում կենդանիներ, բայց ինքը նույնիսկ հյուրը, ասենք ուրիշ անկապ կներեք ոչ եթերային խոսքիս համար, ուրիշ ոչ, ասենք համապատասխան թեմային, կենդանիներին չվերաբերող, ու հյուրի մոտ ինքը, ասենք, դիտում է, որ 10 նկարից 3-ում կա կենդանու հետ նկար, ինքը պարտադիր այդ կենդանու հետ նկարը պետք է եթեր տա, որտեղ շատ սիրում է կենդանի։ Դա նենց չգրված ինչ-որ բաներ են, որ երբ որ դու սրտով ես մոտենում, հոգով ես մոտենում, այդ ամեն ինչին անկեղծ ես մոտենում, հաստատ ինքը ունենում է այդ հետաքրքիր, то есть резонирует, так сказать, էլի այդ կապը ստեղծում ես հեռուստադիտողի հանդիսատեսի հետ, չգիտեմ, նաև ինտերնետային հարթակում են այսօր դիտում, ստացվում է, պարտադիր չէ, էլի, որ սկանդալ լինի, որ մարդիկ նայեն։ Լինում է, որ հերոսները իրենք են ձեզ թեմա առաջարկում։ Այո, նշեցի մի քիչ առաջ նույնիսկ մեր շատ սիրելի Անի Քոչարին, լինում են բազմաթիվ անգամներ, ասենք, այտենց կրեատիվ հետաքրքիր թեմաներից առաջարկողներից է նաև Վարդան Ամիրյան, մեր շատ սիրելի այդ պարարը, շատ թեմաներ են լինում, որ տենց Mr. X-ի հետ հիշում եմ արեցինք ամենից ամենառոմանտիկ աստղերը, տենց շատ է լինում, որ առաջարկում են եւ եթե հասկանում եմ, որ այս թեմայի շուրջ կարանք հավաքենք հետաքրքիր մարդկանց, լինում է, որ ասենք, չգիտեմ, օй, այսօր ինձ առաջարկեցին, ես ֆիքսեցի, որ թեման հետաքրքիր է, բայց դեռևս չեմ պատկերացնում ովքեր կարա լինեն, այսինքն ես պետքա մի քիչ ոնց որ ասած հասունանամ այդ թեմայի համար եւ կարող ասենք մի տարի հետո այդ թեմային անդրադառնանք, ու բնականաբար ֆիքսում եմ, նաեւ լինում է, որ ասենք պարբերաբար անդրադառնում ենք օրինակ դաջվածքներին։ Նու իմ վերաբերմունքը չեմ ուզում այդ ամենի նկատմամբ սիրում եմ թե չեմ սիրում, այդ իմ որոշ, то есть իմ կարծիքն է, բայց մարդիկ կան ում համար դա ինչ որ ֆիլոսոֆիա է։
լավ է դա թե վատ է, հարցի երկրորդ կողմն է, իրենք գալիս են ուղակի պատմում են, թե ինչի համար ինչը ոնց արեցին։ Եվ պարբերաբար, քանի որ այդ թեմային անդրադառնում ես, դե դա էլ պետքա կամ ունի կամ չունի։ Ու ասենք հյուրը ենթադրենք, որ գալիս է, պահի տակ ու տեսնում եմ ինչ որ դաջված։ Մոտս մի հատ նշում եմ, որ ինքը տատու ունի։ Հետո արդեն որ անդրադառնում եմ այս թեմային, ասենք հիշում եմ, դավթարներս անում ու այդպես անդրադառնում ենք։ Լիանա, իսկ ինչպես եք անցկացնում ձեր ազատ ժամանակը։ Դե որ լինում ազատ ժամանակ։ Ես սիրում եմ նայել կինոներ, սիրում եմ բնականաբար նաև բնություն, ուղղակի բնության համար պետք է ավելի շատ ազատ ժամանակ, երևի թե ավելի շատ կինո եմ նայում։ Այ բնության մասին խոսեցիք, Հայաստանում որևէ վայր, որը կրկին եւ կրկին պատրաստ եք վերադառնալ։ Ну, ստանդարտ բան կասեմ, բայց Դիլիջանի նման բնություն ինձ համար թե կան բազմաթիվ չբացահայտված վայրեր մեզ մոտ Հայաստանում, իդեպ ճամփորդասերներ թեմային էլ ենք բարբերաբար անդրադառնում եւ անպայման յուրաքանչյուր եթերի մեջ ամեն տարի այդպես կամ նախարարցակուրթային կամ հետարցակուրթային պետք է լինի, որտեվ այդ ժամանակ են, չէ՞, մարդիկ ավելի շատ sense ուրիշ վայրեր, ուրիշ բան, то есть այդ հոգեբանորեն էլ պետք է իմանաս ճիշտ ժամանակը, երբ ինչ որ մի թեման եթեր հեռարձակես կամ պատրաստես։ Ու պարտադիր պետք է, ասենք, ինչ որ մարդիկ, որոնք որ ասում են, ես սիրում եմ Վիեննան, սիրում եմ, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ծով եւ այլն, պարտադիր ինչ որ մեկը պետք է լինի, որ խոսի, որ ինքը սիրում է Հայաստան, մեր Հայաստան կամ Արևմտյան Հայաստան, ու ինչ բացահայտումներ ա ունեցել, ինչ դիտարկումներ նա ինքը ունեցել, то есть իր աչքով դու ոնց որ ասած փորձում ես ճանաչել Հայաստանը կամ Արևմտյան Հայաստանը։ Եվ ինձ մոտ մեկ հարց մնաց, ինչ խորհուրդ կտաք, ինչ խորհուրդ կտայիք, ինքներդ ձեզ 16 տարի առաջ, այսօրվա Լիաննան ինչ խորհուրդ կտար այն Լիաննային։ Այսօրվա Լիաննան 16 տարի։ Այո, երբ դեռ նոր էիք սկսում։ Երևի Երևի ոչ մի խորհուրդ չի տա։ Ենթադրում եմ, որ ոչ, որովհետև կյանքի յուրաքանչյուր փուլում այդ պահին բնորոշ ինչ որ իրավիճակներ ա լինում եւ ասենք այդ ընթացքում բազմաթիվ իրադարձություններ եղան ոչ այդքան հաճելի ընդհանուր, հա, տարբեր հարցերի նկատմամբ վերաբերմունքը, մոտեցումը եւ այլն, ասենք ճիշտ չէր լինի, ենթադրենք ես այսօրվա իմ խորհուրդով 16 տարի առաջ ինչ որ բաներ ասեի, յուրաքանչյուր ժամանակահատվածում միշտ աշխատել եմ լինել ամենից ամենաձևով մոտենալ հարցին ու երևի թե ստացվել է Չէ, խորհուրդ չեմ տա։ Իսկ ձեզ համար լինել ամենից ամենա ինչ է նշանակում։ Դե դա պերֆեկցիոնիստ։ Դա լավ է թե վատ է, բայց մերոնք միշտ տնեցիները, հարազատներս, մտերիմներս միշտ ասում են բան է, у тебя синдром отличницы։ То есть եթե ես մանկապարտեզ չեմ գնացել դպրոցում պետք է լինեի գերազանցիկ եւ գերազանցիկ է, եթե ես երգչախմբում եմ, ուրեմն պետք է լինեմ այնտեղ ինչա մենակատար, ու դպրոցում պիտի ավակ լինեի, ավակ լինեին, ավակնեի, ինստիտուտում էլ արդեն ասում եմ, չէ, հոգնել եմ, ես ոչ մի ավակություն չեմ ուզում, բայց էլի նորից պարտադրողաբար ասցին, եթե դու ավակը չնես, ասենք կուրսի կեսը երևի արդեն բան կլինեն կհեռացվեն, որտեղ դե բացակայություն եւ այլն, խստություն բան եւ այլն, տենց ինչ որ պետք էր գոնե քեզանից կքաշվեն, ասում ու տենց երբ որ դու քո նկատմամբ լինում ես շատ պահանջկոտ ու պերֆեկցիոնիստ, չնայած այդ ասում են, որ այդքան էլ լավ չի, հենց կոնկրետ ինձ համար, որտեղ ամեն ինչում ուզում ես տենց լավագույնին։ Լավ, հա, իսկ դա երբեմն նաեւ տենց ոնց որ բան Լիաննա, ձեր գործը իսկապես գովեստի է արժանի, տարիներ շարունակ պատմում եք պատմություններ, խոսում մարդկանց մասին, ովքեր հնարավոր է նույնիսկ մոռացվեին այդ պատմությունները, բայց ձեր շնորհիվ ապրում են։ Շնորհակալ եմ։ Նու ես աշխատում եմ նաև տենց, ասում այս մարդուն վաղուց ոնց որ
չենք անդրադարձել կամ վաղուց ասպարեզում ինչով է տեսնես զբաղվում, այդպես ուղղակի սենց կարամ զանգեմ։ Ու տեսնում ես կամ ինքը խորը դեպրեսիայի մեջ է, ենթադրենք ինչ որ, բայց ինչ որ բաներ անում է, դեպքում ասում ես միգուցե ինչ որ միացենց հետարքիր բան անենք, գաս, խոսած, թարմացած համել միշտ որ անընդհատ աչքի առջև երևացող պերսոնաժներն էլ չէ, որ ասենք այստեղ գնաց նույն բանը խոսեց, այնտեղ գնաց նույն բանը խոսեց, արդեն մի հատ էլ գա քո մոտ նույն բանը խոսի, անիմաստ է։ Դրա համար միշտ ինչ որ սենց պեղում ես բաներ։ Մենք անդրադարձել էինք Վազգեն Ասատրյանի հետ տարիներ առաջ ամենից ամենա 70-ականների աստղերին, անդրադարձել ենք 90-ականների աստղերին, 80-ականներին չենք անդրադարձել։ Իսկ առաջիկա ամենան որն է, ինչ թեմայով է լինելու։ Այս կիրակի ինչ է։ Առաջիկա։ Առաջիկաներում ես sense զուգահեռ մի քանի թեմա ենք անում, то есть պատրաստման փուլում են ամենից ամենա կամքի ուժ ունեցող նպատակասլացները, ընդ որում կամքի ուժ ունենալը եւ նպատակասլաց լինելը դա տարբեր բաներ են, то есть նպատակասլացը պետք է ունենա կամքի ուժ, բայց կամքի ուժ ունեցողը կարող է նպատակասլաց չլինի, երբ որ հյուրերիս ասում եմ այդպես, սենց պահի տակ սենց ստոպ էին լինում, մի րոպե ոնց ասում դե մարդ կամքի ուժ կարա ունենա, այլանդակ ծույլիկ լինի, չէ, որ ինքը իր կամքի ուժը այդքան է, որ ինքը ասենք արարում է գնա դուռը փակի ու սենց է որ հա, ճիշտ ես ասում։ Անում ենք ասեցի վաղ տարիքից աշխատածները կամ կարծրատիպեր կոտրողները քույր եղբայրներին ենք բարբերաբար անդրադառնում, հիմա տենց այդ պատրաստման փուլում ենք այդպես։ Ընդ որում սիրում եմ տարբեր սերնդներին, էլի միանգամից սենց խառնել իրար ավագ սերունդ, միջին սերունդ, ավելի երիտասարդ սերունդ, որպեսզի այդ հաղորդումը դիտող աուդիտորիան եւ ասենք հասա ավելի տարիքովները, որոնք որ նայում են իմանան, որ մեր երիտասարդության մեջ էլ կան տենց հետարքիր պերսոնաժներ եւ այս երիտասարդ սերնդի աուդիտորիան իմանա, թե ինչ ունեցել ենք մենք տենց տարիներ առաջ։ Այդպես։ Կարծում եմ այս բարի նոտայի վրա կարելի է ավարտել։ Շնորհակալ ենք շատ, որ ժամանակ հատկացրեցիք մեզ համար։ Մաղթել բազմաթիվ ամենաներ։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ շատ շնորհակալ եմ, որ ինձ հյուրընկալեցիք, գերագույն հաճույքով համաձայնեցի հյուրընկալվել այստեղ։ Իսկապես երբ հարցազրույցն էլ պետք է լինի հետաքրքիր, դու հասկանաս, որ քեզ հարց են տալիս մարդիկ, ովքեր որ ոչ թե շաբլոն ստանդարտ ինչ որ հարցեր, այլ այդ հետաքրքիր են լինում։ Հետաքրքրությամբ ես պատասխանում, ոչ թե ավանդական, պապական ինչ որ հարցեր, որոնք որ տենց։ Մի խոսքով շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ ենք։ Մեր հյուրն էր հաղորդավարուհի Լիաննա Տերմինասյանը։